Ղուկաս ավետարանիչը առաջին գլխում ներկայացնում է ինչպես նախաբանը պատմական փաստերով, այնպես եւ Զաքարիային տրված ավետիսը Հովհաննես Մկրտչի ծննդյան եւ ապա խոսում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Գաբրիել հրեշտակապետի կողմից ստացած հրաշալի ավետիսի մասին։ Ահա այս դեպքերը, որ մենք նախորդիվ քննարկեցինք, անմիջապես նախորդում են շատ հետաքրքրական մի հատվածի, որ այսօրվա մեր քննարկման նյութն է։ Եղիսաբեթի եւ Մարիամ Աստվածամոր հանդիպման դրվագին։ Ղուկասի ավետարանի առաջին գլխի 39-րդ համարից մինչև 45-րդ համարը ներառյալ մենք տեսնում ենք մի վերտարություն, որ պատմում է Եղիսաբեթի եւ Մարիամի հանդիպման մասին։ Սրան հաջորդում է անմիջապես Սուրբ Մարիամ Աստվածածնի սքանչելի մի օրհներգություն, որ տեղ է գտել Ղուկասի ավետարանում առաջին գլխի 46-րդ համարից մինչև 56-րդ համարները։ 39-րդ համարից սկսած մենք կարդում ենք հետևյալի մասին։ Ավետարանիչն ասում է, որ այդ օրերին Մարիամը վեր կացավ եւ շտապով գնաց Հուդայի լեռնային շրջանում գտնվող քաղաքներից մեկը, մտավ Զաքարիայի տունը եւ ողջույն տվեց Եղիսաբեթին։ Ավետարանիչը կարծես թե հատուկ կերպով է շեշտում նախորդ դրվագին իբրև օրգանական հաջորդություն հանդիսացող այս իրադարձությունը, որտեղ նախորդիվ Աստվածամայրը վերջին դրվագում նախորդ հատվածի ասում է, որ ահավասիկ ես մնում եմ խոնարհ, մնում եմ Տիրոջ աղախինը, ինչպես որ Տերը կամենում է, թող այդպես էլ լինի, հակառակ այն բանի, որ անհնարին էր պատկերացնել, թե ինչպես պիտի կույսը հղանար եւ ապա զավակ ծներ, բայց Աստվածամայրը իր խոնարհությունն էր հայտնել։ Եվ ահա այդ խոնարհության հաստատումը ներկայացվում է հաջորդ այս համարներով, որտեղ որ Աստվածամայրը կարծես թե այլևս վստահ լինելով այն խոստման մեջ, որ իրեն տրվել էր, վեր է գնում եւ գնում է իր ազգականի Եղիսաբեթի մոտ, որովհետեւ հրեշտակը նախորդիվ իրեն ասել էր, իբրև ապացույց, իբրև հաստատում, որ զարմանալի էր իրեն, թե ինչպես կարող էր հղանալ առանց տղամարդ ճանաչելու անգամ, իրեն ներկայացրել էր, որ ահա քո ազգականը Եղիսաբեթը, սա 6-րդ ամիսն է, որ նրա հղիության ժամանակն է արդեն։ Եվ ահա Եղիսաբեթին այցելության համար Մարիամը շտապով, այս բառն էլ պատահաբար չի ընտրված հավանաբար Ղուկաս ավետարանչի կողմից, ցույց տալու թե որքան վստահություն ուներ Աստվածամայրը եւ որքան ուրախությամբ էր շտապում Եղիսաբեթի մոտ։ Ոչ թե գնում էր ստուգելու, ոչ թե գնում էր համոզվելու, այլ գնում էր պարզապես իր ուրախությունը կիսելու Եղիսաբեթի հետ եւ նաեւ Եղիսաբեթի ունեցած ուրախությամբ ուրախանալու։ Եվ չմոռանանք, որ ինչպես ներածության մեջ ենք ասել, Ղուկասի ավետարանը ամբողջությամբ ուրախության պատմություն է, ցնծության եւ ուրախության, եւ քիչ հետո էլ պիտի տեսնենք, որ նորից ցնծության մասին խոսք կա։ Եվ մտնելով Զաքարիայի տունը, պահվում է հայրիշխանական կարգը, չի ասում մտավ Եղիսաբեթի տունը, ասում է մտնելով Զաքարիայի տունը, ողջույն տվեց Եղիսաբեթին, եւ երբ որ Մարիամի ողջույնը հասավ Եղիսաբեթին, երբ որ լսելի եղավ Եղիսաբեթին, Եղիսաբեթի զավակը, մանուկը որովայնում խաղաց։ Այս բառերից անմիջապես հետո Ղուկաս ավետարանիչը երբ որ ասում է խաղաց մանուկը որովայնում, ասում է եւ նա լցվեց Սուրբ Հոգով։ Եղիսաբեթը Սուրբ Հոգով լցվեց, որովհետեւ քիչ հետո ինչ որ պիտի ասեր Եղիսաբեթը, անկարելի է որ մարդը առանց աստվածային շնորհ կամ առանց Աստուծո կողմից հայտնություն ունենալու կարողանար այսքանը ասել, որովհետև Եղիսաբեթը մեծ հաշվով տեղյակ չէր այն, ինչ որ տեղի էր ունեցել Մարիամի հետ, սրա մասին Եղիսաբեթը գաղափար անգամ չուներ։ Եվ ահա երբ որ ասում է մանուկը խաղաց նրա որովայնում եւ նա լցվեց Սուրբ Հոգով, ապա աղաղակեց, շեշտում է այս բառը, աղաղակեց, որ ցնծության նշանը վերստին եւ ասաց. Օրհնյալ ես դու բոլոր կանանց մեջ եւ օրհնյալ է քո որովայնի պտուղը։ Ինձ որտեղից այս ուրախությունը, որ իմ Տիրոջ մայրը ինձ մոտ գա։ Սա Եղիսաբեթի խոսքերն են, խոսքեր, որոնք բառացիորեն, եթե գան քրիստոնեական մեկնաբանությանը, հաստատում են Տեր Հիսուս Քրիստոսի աստվածությունը եւ Տեր Հիսուս Քրիստոսի
թագավոր, տեր եւ ամեն ինչից ամեն մարդկային արարածից վեր լինելու հանգամանքը, տեր լինելու հանգամանքն են հաստատում։ Որտեղից պիտի Եղիսաբեթը այս մասին իմանար, որովհետեւ Եղիսաբեթի համար Մարիամը պարզ մեկներ, մի դեռատի օրիորդ, մի աղջնակ, որ իր ազգականներից մեկի տանը հարս էր եւ ուրիշ ոչինչ։ Եվ ահա մենք տեսնում ենք, որ Սուրբ Հոգով լցված Եղիսաբեթն ասում է. «Օրհնյալ ես դու բոլոր կանանց մեջ, եւ օրհնյալ է քո որովայնի պտուղը»։ Ինձ որտեղից այս մեծ ուրախությունը, որ իմ Տիրոջ մայրը, Աստուծո մայրը, եւ այստեղից է գալիս նաեւ Աստվածամայր բնորոշումը Սուրբ Մարիամին տրված, որ հետագա դարերում եւ մինչեւ այսօր եկեղեցին կիրառում է, ասում է. «Ինձ որտեղից այս ուրախությունը, որ իմ Տիրոջ մայրը ինձ այցի գա»։ Եվ շարունակում է բացատրելով, ասում է. «Որովհետեւ երբ քո ողջույնը լսելի եղավ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում»։ Բառացիորեն շեշտում է. ցնծալով խաղաց իմ որովայնում։ Եվ ինչպես է ավարտում Ղուկաս ավետարանիչը Եղիսաբեթի ու Մարիամի հանդիպման այս սքանչելի դրվագը, ոչ պակաս սքանչելի մի խոսքով, որն ասում է Եղիսաբեթը Աստվածամորը իբրև վերջաբան, եւ ասում է. «Եվ երանի նրան, որ կհավատա, թե Տիրոջ կողմից իրեն ասվածները կկատարվեն»։ Եթե մի կողմ թողնենք մեր ունեցած նախագիտելիքները Եղիսաբեթի մասին, Սուրբ Աստվածամոր մասին, Հովհաննես Մկրտչի մասին, այս ամբողջ իրադարձությունների մասին, եթե մեր ունեցած գիտելիքները թողնենք մի կողմ եւ պարզ հայացքով նայենք տեքստին, պիտի տեսնենք, որ անկարելի էր, որ Եղիսաբեթը պարզ մարդկային մտքով ինքն իրենից այս խոսքերն ասեր։ Եվ վերջին այս խոսքը, երբ որ ասում է, թե երանի նրան, որ կհավատա, թե Տիրոջ կողմից իրեն ասվածները կկատարվեն, վերաբերում է ինչպես Աստվածամորը առաջնահերթ, որովհետև Երանի է տրվում Սուրբ Մարիամը, որ Գաբրիել հրեշտակապետի խոսքին վստահեց, անսաց, լսեց այդ խոսքը եւ հավատաց։ Երանի էր տրվում նաեւ Զաքարիային, չնայած որ Զաքարիան սկզբում ավետիսը ընդունելուց կասկածով հանդես եկավ եւ դրա համար համր դարձավ։ Երանի են տրվում նաեւ բոլոր նրանք Մարիամի ժամանակներից սկսած եւ մինչեւ այսօր մեզանով վերջացրած, բոլոր նրանք, ովքեր որ կհավատան, որ Տերը երբեք իր խոստումները անկատար չի թողնում։ Ահա այս դրվագով է ավարտվում Եղիսաբեթի եւ Մարիամի հանդիպումը։ Բայց ինչ էր այս հանդիպումը, եթե մի փոքր ավելի փորձենք դետալների մեջ մտնել։ Մի փոքրիկ տնակ, որ մեծ ապարանք չէր, պարզ երկու կանայք, երկու տարբեր իրականություններ, մի կողմում տարիքն առած եւ այլևս անհուսության մեջ, որ զավակ երբևէ չի կարող ունենալ, իսկ մյուս կողմում դեռատի մի օրիորդ, որ անպատկերացնելի էր մայրիկ դառնալու հանգամանքը իր համար, այս երկու տարբեր աշխարհները հանդիպում են իրար եւ երկուսն էլ բացառիկ վստահություն եւ հավատ ունեն Աստուծո կողմից իրենց ասված խոսքի ի կատար ածման հետ կապված, որովհետեւ իրենք կասկած չունեն, որ այն ամենը, ինչ որ ասվել է իրենց, իրականության է կոչվելու։ Եվ հայրերը, երբ որ ներկայացնում են այս երկուսի հանդիպումը, մշտապես խոսում են հնի եւ նորի հանդիպման մասին, խոսում են հին կտակարանի եւ նոր կտակարանի մասին։ Ներկայացնում են Եղիսաբեթին եւ Մարիամին իբրև հին տաճարի եւ նոր քրիստոնեական եկեղեցու հանդիպման եւ դրանով մի ամբողջություն կազմելու հանգամանքը, որ երկուսն էլ անկախտելիորեն իրար հետ կապված են։ Բայց ինձ համար իբրև պարզ քրիստոնյայի ամենակարևոր ասելիքը այս հատվածի թերևս այն է, որ մեզանից յուրաքանչյուրի կյանքում ամենատարբեր հանգամանքներում մենք եւս հարցի առաջ ենք կանգնում, արդյոք վստահել Տիրոջը, վստահել, որ մեզ ասված խոսքերը կյանքի կկոչվեն, ի կատար կացվեն, թե կասկածանքով շարժվել առաջ։ Ահա այս է, որ Եղիսաբեթի եւ Մարիամի հանդիպումը փոխանցում է մեզ։ Մեկ այլ հանգամանք, որ միշտ իմ ուշադրությունն է գրավում, այն է, որ այս երկուսի հանդիպումը Եղիսաբեթի եւ Մարիամի մի տեսակ նաեւ ներկայացնում է բացառիկ խոնարհության դրսևորում։ Երկուսն էլ բացառապես խոնարհություն են դրսևորում եւ իրենց խոնարհությունը ձեռնունային չի թողնում իրենց ամոթով չի թողնում, այլ երկուսն էլ վարձատրվում են։ Մեկը դառնում է Հովհաննես Մկրտչի Տեր Հիսուս Քրիստոսի
այն ժամանակվա ընկալմամբ եւ այսօրվա արդեն քրիստոնեական մեկնաբանմամբ Մեսիայի նախակարապետի, այն մեկի, որ պիտի Մեսիայից առաջ գար եւ քարոզեր եւ պատրաստեր ճանապարհները, ահա այս մեկի Հովանեսի մայրն է դառնում Եղիսաբեթը, իսկ Մարիամը, որ կանանց մեջ մեծագույնն է, ամենաերանելին է, դառնում է Տեր Հիսուս Քրիստոսի մայրիկը, մեկը, որ աստվածային մեծ նախախնամության մասնիկ է դառնում մարդկության փրկagorցության տնօրինության մեջ իր կարևոր տեղը գրավելով։ Մի ուրիշ հանգամանք, որ ես շատ կարևորում եմ եւ ամեն անգամ այս հատվածը կարդալուց մտածում այս մասին, այն է, որ որտեղ որ Տիրոջ ներկայությունը կա, այդտեղ ուրախություն, ցնծություն եւ խաղաղություն է տիրում։ Նայեցեք այս երկուսի հանդիպումը, եկեղեցու հայրերը շատ հետաքրքիր բանաձևում են տալիս Հովանես Մկրտչին։ Գրափարով հնչում է այսպես. հորովայնե հորովայն երկրպագող։ Հովանես Մկրտիչը դեռ չծնված ճանաչում է, թե ով է իրեն այցելության եկել, եւ իր այդ խաղալը եկեղեցու հայրերը խորհրդանշական կերպով մեկնաբանում են որպես երկրպագություն, որպես ընդունում, հրճակում իր առջև կանգնած մեկի Մեսիա Աստուծո որդի լինելու հանգամանքի։ Եվ երբ որ այս երկուսը հանդիպում են, եւ երբ որ այս երկուսի ներկայությունը աստվածային օրհնությամբ է, այստեղ միայն խաղաղություն, սեր եւ ցնծություն է տիրում։ Եղիսաբեթի եւ Մարիամի հանդիպումը, ինչպես նախորդ հաղորդումների ժամանակ համատես ավետարանների մեջ շեշտել եմ, բայց շատերը տեսած չեք լինելու, հիմա էլ ուզում եմ ասել. Եղիսաբեթի եւ Մարիամի հանդիպումը թերևս հարյուրավոր մեծ գեղանկարիչներ վրցնել են, բայց նորից չեմ դիմանա գայթակղությանը ու կասեմ, թե դրանց մեջ ինձ համար ամենասիրելին որն է։ Ռեմբրանտ։ Փնտրեք, նայեցեք եւ տեսեք, թե Ռեմբրանտը ինչպես է ընկալել, ինչպես է ապրել, ինչպես է հասկացել իր սրտի ու հոգու բովով, ինչպես է հասկացրել եւ վրցնել Եղիսաբեթի եւ Մարիամ Աստվածամոր սքանչելի հանդիպումը։ Մեկ այլ հանգամանք, որ հավանաբար այս հատվածը ընթերցելիս գոնե թե առաջին մակերեսային ընթերցումով միգուցե շատերը չտեսնեն, միգուցե շատերը նաև ինձ մեղադրեն ասելով, թե բուն աստվածաշնչյան այս դրվագի հետ քո այս միտքը կապ չունի, բայց ես ուզում եմ այս մասին բարձրաձայնել, հատկապես մեր ժամանակների համար։ Նայեցեք, Եղիսաբեթը կարող էր մտածել, որ ինքը ամոթով է մնում, որովհետև ինչ էր նշանակում օրծերության, զավակ ունենալու, հղիության լուր ստանալ։ Նույնը Մարիամը ինչ էր նշանակում, որ դեռ տղամարդ չճանաչած եւ չամուսնացած բառացիորեն հղիություն կար, բայց այս երկուսն էլ, հիմա ասում եմ, խորտ կարող է հնչել շատերի ականջին, բայց իրականությունը է սա, այս երկուսն էլ չեն հրաժարվում իրենց զավակներից։ Մեկ խոսքով, այս հատվածը նաև սատարող, գոտեպնդող, ուժ տվող հատված է բոլոր նրանց համար, ովքեր որ ունեն հղիություն եւ հարցի առաջ են կանգնած, պահպանել այն, թե ոչ։ Այս հանգամանքը կարևոր է ինձ համար, որովհետեւ շատերը երբ որ ներկայացնում են դրական կամ հաստատական կողմը, որ կարելի է գնալ արհեստական ընդհատման, երբեմն ասում են այնպիսի արտահայտություններ, որոնք որ մարդու զարմանք են շարժում, օրինակ վերջին շրջանում իմ կողմից լսված ամենատարօրինակ հանգամանքը այն է, որ պտուղը կնոջ մարմնի մի մաս է, եւ կինը ինչպես որ կկամենա, այդպես էլ կարող է վարվել դրա հետ, ֆեմինիստական շարժումներն են սա ասում, եւ այստեղ ես պարզապես ուզում եմ ասել հետեւյալը. որ պահին որ կա հղիություն, որ պահին կնոջ ներսում կա մեկ այլ կենթանի օրգանիզմ, այսպես ասենք, կենթանություն, այնտեղ կա հոգի, այնտեղ կա մարդ։ Անկախ այն հանգամանքից, որ օրենքով անգամ թույլատրելի է մինչև 12 շաբաթական հղիության ընդհատումը, եթե չեմ սխալվում, իսկ 12 շաբաթականը սա 3 ամսվա հղիությունն է, միևնույն է, այս դրվագը ես աղոթում եմ, իմ մաղթանքն է, իմ երազանքն է, եւ ես շատ մեծ հույս ունեմ, որ այս հաղորդման
որևէ ունկնդիր, որևէ մեկը, որ կհանդիպի համացանցի մեծ տիրույթում այս հաղորդմանը եւ կլսի այս խոսքերը, միգուցե ինքն էլ գոտեպնդվի եւ գա այն մտքին, թե պտուղը, որ իր ներսում է, աստվածային օրհնություն ունի, որովհետեւ ինքը կենդանի էակ է, ինքը մարդ է, որն ապրելու բոլոր իրավունքները ունի։